Վանաձորի համայնքապետարանը 2025 թվականի բյուջեի կատարողականի հանրային լսում էր հրավիրել։ Հավաքանում 34 անդամից ներկային միայն 7-ը՝ 5 քաղաքացիական պայմանագիր, մեկական հասկ եւ ապրելու երկկուսակցություններից։ Ֆինանսատնտեսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը ներկայացրեց. 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված ոչ մի ծրագիր ավարտին չի հասցվել։ Ժահմյան բնակավայրի փողոցների լուսավորության համակարգի անցկացման, դարպասի հիմնական ճանապարհի եւ Վանաձորի թվով 7 փողոցների հիմնանորոգման աշխատանքները, թիվ 7 տնակային մանկապարտեզի կառուցումը, 50 բակերի եւ խաղահրապարակների վերանորոգումը, տեխնիկայի եւ ավտոբուսների ձեռքբերումը տեղափոխվել է 2026 թվականի բյուջե։ Սուբվենցիոն մի շարք ծրագրեր եւս չեն իրականացվել։ Ծրագրերը հետաձգվում կամ չեղարկվում են նաեւ մրցույթներին մասնակից չունենալու պատճառով։ Նախագծերը պետք է ենթարկվեն փորձաքննության։ 3 անգամ մրցույթ է դրել, մասնակից չի եղել։ Ինձ թվում է դրանից օբյեկտիվ պատճառ։ Ուրեմն մրցույթն է սխալ դրել, բանալու։ Ի՞նչն է սխալ։ Դե եթե մասնակից, ասենք մենք կարող հիմա այդ լիստի ժամանակ 26 թվականի 35 միլիոն դոլարի ծրագիր հաստատել, բայց այդ մասնակից չի եղել օբյեկտիվ պատճառով, որ նախագծին չէ մասնակցել։ Նախագծին չէ, փորձաքննության։ Փորձաքննության։ Դե ինչ ասեմ, որ չեն մասնակցել, մենք ինչ կարող ընթացակ կարգա։ Երկու հատ պայմանագիր, համ Բարսումյանը ուսանողականը եւ թիվ 3 մանկապարտեզը։ Դուք որպես կառավարման օղակ, այս դեպքում այլընտրանքային ինչ տարբերակներ եք կիրառել, որ այդ ռիսկը կարողանաք կառավարել, վերահսկել, որ մյուս անգամ մրցույթի մասնակցեն։ Հիմա տեսեք, ասում եք Facebook-ը կօգտագործել։ Դա միջոց է հավելյալ մարդկանց ներգրավել տեղեկատվության մակարդակի բարձրացման տեսանկյունից, բայց ոնց որ այդ միտքը առաջացավ նոր, բայց կարող առաջանար 2026 թվականի բյուջե չի փոխանցվել եւ ծրագրից ընդհանրապես հանվել են թիվ 3 տնակային մանկապարտեզի, համայնքին ծառայող տեխնիկայի համար կայանատեղիների, Ազարյանի անվան համալիր մարզադպրոցի շենքի, Գուգարք բնակավայրի համար փոքր մաքրման կայանի կառուցումը եւ կոյուղու նորացման աշխատանքները։ Ավականու անդամները նկատեցին կոյուղաջրերի համար բնակչությունը վճարում է վիոլաջուր ՓՊ-ին, բայց պատասխանատվություն կրում է համայնքը։ Հարցը կլուծվեր, եթե ժամանակին մաքրման կայանի նախագիծը չչեղարկվեր։ Մրցույթի մասնակից կար, բայց չեկավ պայմանագիր կնքեց, երաշիկ չբերեց, պատճառաբանելով, որ նախագիծը գծած բան չգիտեմ, այդքան մասշտաբ չի կա, գումարը չի համապատասխանում, բայց ինքը լրիվ ազատ է, որ մրցույթը գծած է, մրցույթի հենց դեռևս որ չի բացվել, այդ ընթացքը մի կարող է դիտողություն է, գրավոր ներկայացնել, բանալի կայացել, բայց ինքը այսինքն մասնակցել է, հայտը ներկայացրել է, համաձայնությունը տվել է, որ ես աշխատանքը կանեմ, բայց պայմանագիր կնքումը վերջում Համայնքային բյուջեով իրականացվել են միայն ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, նշագծում, լուսակիրների նորացում, փողոցների լուսավորության, կամուրջների նորոգման, պահպանության եւ կոմունալ ծառայությունների աշխատանքներ։ Մասնակի է իրականացվել Տանձուն, Բզովդալ, Փամբակ, Խաչիձոր գետերի հուների մաքրումը։ 15 միլիոն դրամ էլ տրամադրվել է Պեգաս ընկերությանը թվով 515 շունչ ստեղծելու աշխատանքների համար։ Վերահսկողություն արա, իրար այդ պայմանավորվել են, մի օր գնացել են, ասենք, այդ շներին որտեղ ստեղծում են Գյումրի, այդտեղ մասնակցել են, մի օր շները բռնելուց, այդտեղ տարբեր փուլեր կան, չէ՞, պետք է շների բռնեն, այդ են մասնակցել, այնտեղ կան նաև այդ ստեղծված շներին, որ պետք է բերեն բաց թողեն, եկել են այդ են նայել, այնտեղ կա, որ պետք է շանը որտեղ բռնում ես, այնտեղ թողես այդ հետաքրքրական բան կազմակերպություն չի, այսինքն շատ խիստ նայել են, բնականաբար մեր բաժնի մասնագետներն էլ գնացել են այդ համապատասխան փաստաթղթային բաներն էլ ամեն շան համար կազմվում է իստո անկետաներ, որը կոմունալ բաժնում պահպանվում է։ 2025 թվականին Վանաձորի համայնքապետարանի կողմից երիտասարդական սպորտային որևէ միջոցառում չի իրականացվել, սակայն 2 միլիոն 900 հազար դրամ է տրամադրվել երիտասարդական հասարակական կազմակերպություններին նախարարության կողմից կազմակերպված ծրագրերի իրազեկման արշավներ իրականացնելու եւ այլ համայնքներում երիտասարդական միջոցառումների հրավերներին մասնակցելու համար։ Համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի կողմից որևէ սոցիալական վճար չի կատարվել, սակայն ավելի քան 3 միլիոն դրամ է տրամադրվել սոցիալական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին։ Տարեկան աշխատանքային պլանը կարելի է ասել, որ բավականին չի իրականացվել, բայց ուղղակի մենք բյուջեն բավականին լավ տողերը տեղադրվել։
Աշխատավարձերի բարձրացման հարցը մեծ քննարկում առաջացրեց։ Ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը բացատրեց, որ միայն այս հարցը քննարկելու համար անհրաժեշտ է անընդմեջ երկու նիստ հրավիրել՝ մեկը բյուջեի քննարկման և տոկոսային հարաբերությունը ճշտելու, մյուսը պահոստային ֆոնդից հատկացում անելու նպատակով, որի համար ավագանու ներկայությունը պարտադիր է, իսկ նրանց ներկայությունն ապահովելը ռիսկային։ 23 թվականից հետո դա բարձրացել է 20%-ով աշխատավարձերը, անցած տարի 25%։ Բայց էֆեկտիվությունը ըստ կատարողականի ընկել է, այսինքն ես չգիտեմ, դա ճիշտ է բարձրացնել այդ աշխատավարձը, թե չէ, որովհետև փորձը ցույց է տալու, որ բարձրացնում են աշխատավարձը, վատ են աշխատում։ Դուք կոորդինատոր եք դատի բյուջեի կատարողականով քաղաքապետարանի կամ բանկի աշխատողները, դա ճիշտ չի, որտեղ բյուջեի կատարողականով կարակինատական տակ 10-15% աշխատանքի, ոչ թե ամբողջ այդ 3000-ով աշխատանքի, 3000-ով մեղավոր չէ, որ բյուջեն լավ չի կատարվել, կամ ավականու նիստեր չեն եղել, կամ շեփը շատ բաներ չի կարողացել անել։ Այդ մարդը այդ աշխատավարձ այդ պատճառով չբարձրացնել, սխալ է, որտեղ մարդիկ նորմալ մեծ մասը եթե Դուք եք որպես աշխատակազմի ղեկավար պաշտպանեք աշխատողներին, ոչ թե ասեք համաձայն են, որ վատ են աշխատում։ Համայնքապետարանը թերացել է նաև եկամուտների հավաքագրման հարցում։ Փոխադրամիջոցների գույքահարկի գծով 1 միլիարդ 100 միլիոնի փոխարեն բյուջե է փոխանցվել 731 միլիոն 372 հազար 200 դրամ։ Պարտքը վարչական բյուջեի մասով 8 միլիոն 472 հազար դրամ է, ֆոնդային բյուջեի մասով 211 միլիոն 613 հազար 300 դրամ։ Նելի Դավթյան, Արմեն Հարությունյան, Մեդիա Ակումբ լուրեր։